Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Եղեռնի հուշահամալիրի տարածքում ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին։ Դրանք մեծ աղմուկ էին հանել հանրության շրջանում, մի մասը կարծում է, որ աղճատվել է համալիրի արտաքին տեսքը, մի մասն էլ կարծում է, որ վերանորոգման քողի տակ փորձում են ապամոնտաժել համալիրը։ Այս ամենի մասին զրուցելու ենք ճարտարապետ, Եղեռնի հուշահամալիրի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր, Անահիտ Թարխանյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես ինչ է կատարվում Եղեռնի հուշահամալիրում, աշխատանքների ընթացքից ինչու գոհ չեք եւ ինչ է իրականում տեղի ունենում։ Շնորհակալություն հրավերի համար։ Եղեռնի հուշարձանը դա համար 1 մեր պատմամշակութային հուշարձանն է, որ ներգրաված է կառավարության կողմից հատուկ որոշումով 2004 թվականին, որպես հատուկ մեր պահպանվող պատմամշակութային արժեք։ Եվ ցանկացած գործողություն Եղեռնի հուշարձանի շուրջը պիտի լինի շատ զգուշությամբ իրականացվի, մտածված եւ ես կասեի շատ ծանր ու թեթև արված ամեն մի որոշումը, այն ինչ որ մենք տեղի ենք տեսնում եւ այն ինչ որ տեղի է ընթանում Եղեռնի հուշարձանի այսօր վերանորոգման աշխատանքները, իրանք շատ հեռու են նորոգումից, իրանք պարզապես նախագիծը, որով իրականացված է այդ վերանորոգումը, մոտեցում է եղել ճարտարապետների եւ կոնստրուկտորների, որպես նոր շենք, ինչ է եղել, նոր շենք, մենք նոր շենք ենք վերանորոգում, բայց ոչ թե պատմամշակութային արժեք։ Գիտեք, Եղեռնի հուշարձանը ներողություն, իսկ կարիքը կար նորոգման։ Կարիքը կա եւ պետք է նշենք, որ պետությունը առատաձեռն գումար է տրամադրել, որպեսզի վերանորոգի Եղեռնի հուշարձանը։ Այն բոլոր խոսակցությունները նրա մասին, որ փորձում են փակեն Եղեռնի հուշարձանը, ուզում են աղավաղեն իր արտաքին տեսքը հատուկ մտադրված, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ճիշտը այն է, որ գործադիրը տրամադրել է գումար Եղեռնի հուշարձանը, նախ սկսենք Եղեռնի համալիրը ամբողջությամբ, մենք ընդեղ ունենք թանգարան եւ ունենք Եղեռնի հուշարձան։ Թանգարանը իր հունով ընթանում է եւ բավականին ընդեղ լավ առաջ է գնում, բայց շինարարը, որը իրականացնում է Եղեռնի հուշարձանի թանգարանի մասը, չէր կարող լինել նույն շինարարը, որը իրականացնում է հուշարձանի վերանորոգումը, որտեղ հուշարձանը ինքը 70 տարուց ավել մի մեզ համար, ասենք, հուշարձան է, պատմամշակութային հուշարձան է, եւ այդ հուշարձանին պետք է հատուկ վերաբերմունք։ Ես գտնում եմ այդտեղ մեծ խնդիրներ կապված եւ նախագծող խմբի հետ, որտեղ նախագիծը արված էր առանց պատշաճ եւ անհրաժեշտ ուսումնասիրությունների։ Նայեք, մենք գնում ենք, երբ որ եկեղեցի ենք վերանորոգում, գնում ենք, պտտվում ենք Հայաստանով մեկ, շատ հաճախ կարող ենք մոտենանք ինչ-որ եկեղեցու ու տեսնենք քարերի վրա ինչ-որ թվեր են գրած։ Այդ սկսվել են վերանորոգման աշխատանքները, դա կոչվում է ֆոտոմետրիա, այսինքն ամեն մի քարը առանձին համարակալվում է, նկարվում է, չէ, նկարվում է, հետո անձնագրվում է, պասպարտիզացիա է ենթարկվում եւ այսպես շարունակ։ Այսինքն Եղեռնի հուշարձանը պետք է նույն վերաբերմունքը ցուցաբերվեր, ոչ թե վերցնեին եւ բոլոր քարերը առանց խորանալու պետք չի ապամոնտաժեին, այնինչ արեցին Երեքսյան հետ, այլ պետք է խորը ուսումնասիրության հիման վրա արվեր նախագիծ եւ այդ նախագծի արդյունքում ծնվեին մոտեցումներ, թե ինչպես շինարարը պետք է աշխատի։ Հիմա ճարտարապետների պալատի հորդորով աշխատանքները կարծես թե դադարեցվել են եւ նոր հանձնախումբ է ընտրվել, մշակել են նոր նախագիծ, ինչ փուլում է դա, այդ նախագիծը եւ երբ են սկսելու աշխատանքները։ Ես ուզում եմ մի փոքր ճշտում մտցնեմ, այո, ճարտարապետների 172 անձ ճարտարապետ, որոնք որ պալատի անդամ են, ստեղ պետք է մենք տարանջատենք, կա պալատ ճարտարապետների, հայտարարությամբ հանդես են եկել ոչ թե պալատը,
այլ հանդես են եկել 100 պալատի 172 ճարտարապետ։ Սա մի քիչ ոնց որ թե մոտեցումների եւ գաղափարների ես ու դու ենթադրենք մենք կարող ենք լինենք Հայաստանի քաղաքացի, բայց մենք չենք ներկայացնում Հայաստանը։ Մենք ընդամենը Հայաստանի քաղաքացի ենք, չէ՞։ Մոտարապես նույն մոտեցմամբ կա պալատ, որը հանդես չի եկել որևէ հայտարարությամբ, բայց կա 172 հոգի անց ճարտարապետ, որոնք որ հանդես են եղել հայտարարությամբ։ Հիմա աշխատանքները կասեցվել են, թե ոչ։ Ոչ, աշխատանքները չեն կասեցվել, աշխատանքները շարունակվում են։ Նոր նախագծով։ Ոչ, նախագիծը հինն է, սակայն այս անցյալ շաբաթվա մեջ մի երկու իրադարձություն է տեղի ունեցել, որը ես շատ եմ կարևորում։ Նախ դա, որ սկսեցին այլնուամենայնիվ բացել հիմքերը խրամատը փորելու համար, ինչը շատ տխուր է մի կողմից։ Մյուս կողմից ինձ համար շատ ուրախալի է, որտեղ երբ որ բացեցին հիմքերը, հուշարձանի պարզվեց, որ այն տեղը, որտեղ որ ուզում էին այդ շառավիղային խրամատը փորեին, ամբողջությամբ մեր շինարարները նախկին եւ մեր ճարտարապետները այդտեղ նախագծել են եւ իրականացրել են բետոն։ Ամբողջ այդ տարածքը լցված է բետոնով եւ այնտեղ քանդել որևէ բան անհնար է։ Այսինքն ընդհանրապես կարողացել են 50 սանտիմետր իջնել։ 3 մույթերը ամբողջությամբ քանդված են եւ դատարկ են։ 3 աստիճանները, 4 աստիճանները վնան։ Ինչպես են բացատրում, որ խրամատ էին փորել, ինչն էր խնդիրը։ Ջրահեռացում են ջրամեկուսացում, բայց շատ լուրջ սխալ էր այնտեղ, որտեվ գաղափար մոտեցման, նախագծային մոտեցման մեջ, որտեվ մի քիչ ես կարողա ֆիզիկայից խոսեմ եւ ջրի հոսքերից խոսեմ, դա տարօրինակ է, բայց իրականությունը նա է։ Անձրևաջրերը իջնում են ներքև եւ այդ ժամանակ անում են պարզապես վերևի անձրևների, վերևի ջրերը հավաքելու այլ լուծում կա։ Իսկ երբ որ մենք ունենք բարձր կանգնող ջրեր, ստորգետնյա ջրեր, որոնք որ ստեղծում են հորիզոնական ճնշում հիմքի վրա, այդ ժամանակ խրամատ են փորում։ Բայց Եղեռնի հուշարձանը տենց խնդիր չուներ, կներեք միակ ջուրը ստորգետնյա Հրազդան ձորի մակարդակին է։ Եվ դրա համար խրամատ փորել, ինչին ես կատեգորիկ դեմ էի, դրա կարիքը չկար։ Միաժամանակ իմ մոտ եղել է հանդիպում նախագծող խմբի հետ, որոնք որ 2 ճարտարապետ են եւ 1 կոնստրուկտոր, եւ փորձել են գանք համաձայնության, որ խումբը կընդլայնվի, որ մենք համատեղ ստորագրություն կգանք համատեղ համաձայնության, որտեղ որ այն հարցերը, որոնք որ բարձրացվում են, այս ապամոնտաժված 3 սյան վերաբերյալ եւ մնացած 9 սյան վերաբերյալ մանրամասն կարտացոլենք, կտանք թղթի եւ համատեղ ստորագրենք։ Եվ այդ ստորագրված նոր փաստաթղթի վրա միայն կշարունակվեն շինարարական եւ նախագծային աշխատանքները։ Դուք հիմա մշտադիտարկում եք Համալիրի տարածքը, շինաշխատանքները եւ ինչ է կատարում, ինչ եք հայտնաբերել, ինչ կա այս պահին ձեր զգուշացումներից հետո, հորդորներից հետո ինչ որ բան փոխվել է։ Շատ քիչ, բայց ես հույսեր ունեմ, որ մոտակա 1-2 օրվա մեջ եւ լրացուցիչ հանդիպում եմ ունեցել պարոն Վարդանյանի հետ, Եղիազար Վարդանյանի հետ, դա ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է, եւ մենք համաձայնության ենք եկել, որ մոտակա օրերը մեծ ժողով կհրավիրվի հենց կոմիտեում ճարտարապետների մակարդակով չէ, արդեն ամենաբազմազան մասնագետների ներկայությամբ, որպեսզի քննարկվի այդ հարցը։ Դա մի կողմից, մյուս կողմից էլ, ինչպես ես ասացի, համաձայնության ենք եկել նախագծող խմբի հետ, ես որպես ճարտարապետների ներկայացուցիչ մի կողմից, մյուս կողմից
Արթուր Թարխանյանի օրինական ժառանգը իր հեղինակային իրավունքների, որտեղ ես ներկայացնում եմ իր հեղինակային իրավունքները, որ մենք ոնց որ թե կփորձենք ինչ որ համաձայնության գալ, բայց ինչով դա կավարտվի եւ արդյոք այդ համաձայնությունը կբերի դրական փոփոխություն հուշարձանին թե ոչ, ինձ համար դեռ հարցական է։ Միակ բանը, որ ես տեսնում եմ, որ չեն հրաժարվել իրենց ծրագրից, որ շատ պինդ կանգնած են այդ ծրագրի իրականացման ճանապարհին, եւ եթե չլիներ այդ ճարտարապետների նախկին մեր ճարտարապետների լուծումը ամբողջությամբ բետոն թափել, հա, հիմքերի կողքը, այսօր մենք ունենայինք այնտեղ արդեն փորված խրամատ։ Դուք հարցին ավելի շատ զգացմունքային մոտեցում եք ցուցաբերում, թե չոր ճարտարապետի մտածողությունը։ Եվ առաջինը եւ երկրորդը։ Որպես անձ եւ որպես Արթուր Թարխանյանի դուստր, իհարկե ես շատ զգացմունքային եմ վերաբերվում այդ հարցին։ Արդեն 7 տարուց ավել ես ստեղծել եմ կենտրոն Արթուր Թարխանյանի անունով, որը զբաղվում է ոչ ընդհանրապես հայկական մոդեռնիզմի պահպանման հարցերով, ոչ թե Արթուր Թարխանյանի արված գործերի, այլ ընդհանրապես բոլոր հայ ճարտարապետների, որոնք աշխատել են այդ տարիներում։ Եվ իհարկե շատ ուշադիր վերլուծում եմ եւ ուսումնասիրում եմ հայկական մոդեռնիստական շերտը։ Ամբողջ աշխարհում այսօր շատ մեծ ուշադրություն է գրավում սովետական մոդեռնիզմը, իսկ դրա սովետական մոդեռնիզմի մեջ առաջնային հարցը հենց հայկական մոդեռնիզմը, որը սկզբունքային տարբերվում է, կոտրում է կարծատիպերը եւ շատ ավելի բարձր է, քան թե ընդհանրապես մոդեռնիզմը, եւ մարդիկ գալիս են ուզում են հասկանան ինչն է այդքան գրավիչը ամբողջ աշխարհից մեկ։ Հիմա ինչ վերաբերվում է ոչ էմոցիոնալ մասը, որպես մասնագիտական։ Եթե ես դրան մոտենայի ոչ թե չոր, այլ էմոցիոնալ հարցերով, ես չէի պահանջի, որ բացակայող բոլոր փաստաթղթերը, որոնք որ այսօր բացակայում են նախագծում։ Ով է ահազանգել, նկատել, որ նորոգման կարիք կա։ 21-րդ թվից հայ նախագիծը սկսել է նամակներով դիմել կառավարության, որ պետք է անել Եղեռնի հուշարձանի, ոչ թե համալիրի, այլ հուշարձանի հենց այդ մույթերի, 12 մույթերի վերանորոգումը։ Երկար ժամանակ անընդհատ դիմել են կառավարություն, կառավարությունը ուսումնասիրելով հարցը, ինչպես ես ասացի, շատ նենց լավ գաղափարներից եւ լավ մոտեցումներից վերցրել է եւ գումար է տրամադրել, բայց նախագիծը, որով դա արվում է, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, չի համապատասխանում, դուք գիտեք, Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է, չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին, հուշարձանների վերանորոգման, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին, որից որ 5 օրենքը խախտված են այդ նախագծով։ Ինչ օրենքներ են խախտվել։ Սկսած վերաբերմունքը դեպի ինչպիսի մոտեցում պետք է իրականացվի հուշարձանների պահպանման, հուշարձանների վերանորոգման համար, ինչպիսի մոտեցումներ պետք է լինեն, բազմաթիվ կետեր կան, որոնք որ չեն նախատեսված։ Օրինակի համար գործադիրը, քաղաքապետարանը, երբ որ տվել է աշխատանքները իրականացնելու փաստաթուղթ, մենք ասում ենք ԱՊԶ, ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Այնտեղ հստակ նշված է անել իրավիճակային հանույթ, ուսումնասիրել ֆոտոմետրիա, հա, ուսումնասիրել հուշարձանը, ոչ մի բան արված չի։ Մենք այսօր շինարարություն ենք իրականացնում գծագրերով, որոնք որ իրանց մանրամասնությամբ համապատասխանում են նախնական գծագրերի, ոչ թե մանրամասն գծագրերի։ Մենք այնտեղ անուններ ունենք ճարտարապետներս,
այսպես ասենք, բայց տեխնիկական նախագիծ, կոնցեպտուալ նախագիծ, մանրամասն նախագիծ, բայց փաստացի այսօր շինարարական աշխատանքները իրականացվում են շատ մոտավոր գծագրերով։ Արդեն ամեն ինչ արված է այդ 3 սյունից, մնացել է միայն երկաթբետոնե միջուկը։ Հիմա հարցը թե ինչպես կսկսենք վերականգնել այդ սյուները եւ ինչպիսի լուծումներ կտանք այդ սյուների վերականգնմանը։ Մեր համաձայնագիրը եւ մեր մոտեցումները նախագծին այս 2 օրը պիտի հստականան, հստակեցվեն, կներեք, եւ դրա հիման վրա հասկանանք մենք ինչպես ենք շարժվում առաջ։ Ինչ պետք է անել, որպեսզի Եղեռնի հուշահամալիրի վերանորոգումը դառնա ոչ թե հակասությունների, այլ միասնականության խորհրդանիշ։ Այդպիսի հուշարձանները ի սկզբանե օրենսդիրը սահմանել է, որ պետք է լինեն հանրային քննարկումներ։ Նոր իրավիճակը այնպիսին է, որ այսօր ստեղծվել է, որ պարտադիր պետք է ստեղծվի մի հատ խումբ, մասնագետների խումբ, եւ ճարտարապետների եւ ինժեներների, պարտադիր ինժեներների, ճարտարապետը չի կարող բոլոր հարցերին պատասխանի, դրա համար պետք է մասնագիտական վերաբերմունք։ Արվելիք քայլերը սխալ ուղղությամբ են գնացել, ինչը շատ մեծ վնաս է հասցրել այսօր մեր Եղեռնի հուշարձանին, եւ եւս իմ կողմից ուզում եմ մի բան ավելացնեմ, մեկ խոսում են, ինձ ասում են, Անահիտ, դե ինչ ես կպել այդ քարերից, հին քարեր են, կփոխենք նորը կդնենք։ Հին քարերը դա մեր պատմությունն է։ Կարելի է ցանկացած եկեղեցու քարերը հանել, նոր ավելի սիրուն պլպլացրած քարեր դնեն, բայց դա այլևս չի լինի այն եկեղեցին, որի վրայով անցել են դարեր։ Եղեռնի հուշարձանի մենք բոլոր քարերը կարող ենք փոխել, բայց դա չի լինի այն Եղեռնի հուշարձանը, որի համար մեր մեծերը գնացել եւ բանտ են նստել, որի կողքով քայլելա Սիլվա Կապուտիկյանը, որի կողքով քայլելա Վիլյամ Սարոյանը, Գրիգոր Գուրզադյանը, որի կողքով Վիկտոր Համբարձումյանն ա քայլել, դա չեն լինի այն քարերը, որի կողքով անցել եւ որոնց կպել են բոլոր նախագաները, ովքեր որ եկել են այսօր Հայաստան, կամ պետական պատվիրակությունները, դրանք չեն լինի այդ քարերը, դրանք կլինեն պրոստը նոր սիրուն քարեր, բայց մեզ դա պետք է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հիշեցնեմ, մենք խոսում էինք Եղեռնի հուշահամալիրի տարածքում ընթացող շինաշխատանքների մասին, իմ հյուրը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է։ Ցտեսություն։